Ճակատագրի կողմից պաշտպանված կենդանակերպի նշանները, որն է նրանց գաղտնիքը։ Եկեք սուզվենք աստղերի և կարմայի խորհրդավոր աշխարհ, որտեղ տիեզերքի էներգիան իրական հրաշքներ է գործում։ Ըստ աստղաբանության, կարման պարզապես առեղծվածային բառ չէ, այլ կենդանի ուժ, որը մեզ վերադարձնում է այն ամենը, ինչ մենք տալիս ենք աշխարհին։ Բարի արարքները, դրական մտածելակերպը և լավագույնին հավատալը ստեղծում են հաջողության անխոցելի մի վահան։ Կան կենդանակերպի նշաններ, որոնք կարծես ի ծնե օժտված են այս կախարդական զորությամբ։ Աղեղնավոր արկածների հավերժական փնտրտուքի մեջ։ Աղեղնավորներին հովանավորում է Յուպիտերը, հաջողության և իմաստության մոլորակը։ Այդ իսկ պատճառով նրանք կարծես մագնիսի պես ձգում են երջանիկ պատահականությունները։ Արիուս շողշողացող ոգեշնչման աղբյուր։ Արեգակի էներգիայով լեցուն արիուսներն ի ծնե առաջնորդներ են։ Նրանց անսահման խարիզման ու առատաձեռնությունը հաջողության և հաղթանակի մթնոլորտ են ստեղծում իրենց շուրջ։ Նրանք ոչ միայն վստահորեն գնում են դեպի իրենց նպատակները, այլև ոգեշնչում են մյուսներին ևս։ Ձկներ, նրբազգաց երազողներ։ Ձկները կենդանակերպի շրջանի հոգին են, որոնք կարծես իրենց մեջ ամփոփել են մյուս բոլոր նշանների իմաստությունը։ Նրանց կարեկցանքն ու զարգացած ինտուիցիան իսկական կարմայական պաշտպանություն են ապահովում։ Նրանք օգնում են մարդկանց փոխարենը ոչինչ չակնկալելով։ Կույս, բարի գործերի անխոճ վարպետ։ Մերկուրիի հովանու ներքո գտնվող կույսերը հիանալի կերպով համադրում են գործնականությունն ու հոգու ջերմությունը։ Կատարելության ձգտող այս աշխատասեր մարդիկ նպատակ ունեն աշխարհն ավելի լավը դարձնել, անշահախնդիր կերպով օգնելով շրջապատին։ Նրանց դրական կարման թերությունները հնարավորությունների վերածելու ունակության արդյունքն է։ Իհարկե, հորոսկոպներն ավելի շատ ոգեշնչման աղբյուր են, քան կյանքի խիստ կանոնների ժողովածու, բայց ինչու չժպտալ աստղերին ու չփորձարկել նրանց կախարդանքը։ Եթե ցանկանում եք ուժեղացնել ձեր կարման, եղեք ավելի բարի, հավատացեք ձեր ուժերին և փորձեք աշխարհը թեկուզ մի փոքր ավելի լավը դարձնել։ Տիեզերքը դա անպայման կնկատի։